Հարգի դատավորպես կապակցան մաներ շնորհացել։ Ավարտի մենք ես հիմա լսում եմ այս քննարկումները, անկեղծորեն երկու բան չեմ կապացել։ Այսինքն նոտրաբեկը երբ որ ասել է նոր դատականությունը, մեր այս քննարկումից ես ենթադրում եմ, կարող եմ ենթադրություն անեմ, կողքից նայող ներսողը, որ այս փուլը մենք կարող ենք չքննարկում, մի անգամից մտնենք դատականության փուլ, ապացույցներ հետազոտային և մնացած բաներ։ Բայց նոր դատականություն ենթադրում եմ նաև քննարկել, որ գործ կարճի չէ։ Եվ դրա համար եմ հանգամանքներ քննարկել, որ կան տուժողներ, Չէ։ Ես ասում եմ դատարանի հարցակողներից և դատարանի հարցակողներից և ռեակցիայից ես ենթադրում եմ, որ այդպես կողքից նստած հիմա լսում եմ, ասում եմ, եթե պայմանական ասած նախատրամադրվածություն կա, որ անկախ ամեն ինչից մենք ստեղ ինչ ենք քննարկելու, մեկը անցնելու ենք ապացույցներ հետազոտել և այլն, ինչի՞ կա։ Նոր դատականությունը ենթադրում եմ, որ այսօր դասը կարող ավարտվի, ընդհանրապես։ Դրա համար եկեք սա հստակ ֆիքսենք, որ եթե մենք նախատրամադրվածություն չունենք, որ մենք անկախ նրանից այսօր ստեղ ինչ ենք քննարկել, ինչ ենք, այնուամենայնիվ գալու ենք և մտնելու ենք ապացույցներ ենք հետազոտելու, գործ ենք քննելու և այլն, այդ դեպքում իմ մոտ մի քիչ արդեն խնդիրներ են առաջանում։ Եվ երկրորդը, ավելի շուտ անգամ երրորդը, հիմա տեսեք վճռաբեկը երբ որ ուղարկել է, իմ մասով կոնկրետ, իմ հետ կապված մասով, սա արդեն երրորդ վերնապն է, երրորդ իրավական որոշում է փոխվել։ Ես կարող եմ ենթադրել, որ դատախազությունը կարող վերադառնա հնի 2018 թվականի օգոստոսի 3-ին առաջադրված։ Եվ երկրորդը, իսկ ես կարող եմ հիմա հարց տալ, կարող եմ մի իրավիճակ, որ մենք սենց քննենք, վերջում դատախազը նորից գահացի, գիտեք, նորից որոշում եմ, խնդրում եմ ինձ հնարավորություն տվեք իրավական բան փոխել, գնահատական փոխել։ Հիմա ես 7 տարի արդեն երրորդ իրավական գնահատականի հետ եմ առաջանում։ Արդար դատաքննություն, արդար չգիտեմ իրավունքներ եւ այլն, մնաց էս ամեն ինչ։ Հիմա քննում ենք, որ վճռաբեկը ինչ-որ որոշում է կայացել, վճռաբեկը առաջերտին նաեւ իր իրավունքների մասին պետք է մտածեր։ Եվ ապահովել, որ իր իրավունքները իրացվեն։ Դրա համար ես ինչ եմ առաջարկում եւ խնդրում։ Եթե մենք քննարկումը տանում ենք այն փուլում, որ դուք հիմա ինչ էլ ասեք, մենք ամեն մտնել ենք դատաքննության փուլ, դա այդպես չի։ Հիմա եթե գա ձեզ մոտ ամեն նոր սովորական գործ, դուք քննարկելու եք, չէ՞, այդ գործը կարճելու հիմքերը։ Եվ չէ բացառում, որ դուք կարող որոշում կայացնեք գործը կարճել, այն բոլոր հիմքերով մենք հիմա բերում ենք ստեղ։ Մեր քննարկումը հիմա գնում է հետևած ձևով, որ վճռաբեկը ինչ-որ որոշում է կայացել, ուղարկել է դատաքննության նոր, եւ այդ նոր դատաքննությունը ենթադրում է, որ այս փուլը մեկ անգամ ամեն ինչից անցնել է, դուք իմաց վերջին չասեք, գնալ եք ընդեր։ Իմ մոտ այդ տպավորությունն է ստեղծել։ Ու ես համոզված եմ, որ սովորական մարդիկ, ովքեր հիմա լսում են, մենք ձեւի տպավորություն կա։ Դրա համար եկեք անենք հանդիպ, որ համանալիպես գոնե տպավորություն փառատենք եւ նաեւ հաշվի առեք, որ անընդհատ խոսում ենք նոր, իսկ ի դեպքում որն է։ Արդեն երրորդն է, կամ չորրորդն է լինի։ Այդ դեպքում ես չեմ անել։ Չէ, եվրոպական դատարանը ասում է, պետք է կողմնակալ տպավորություն չլինի, չէ։ Պետք է դատարանը կողմնակալ տպավորության հետ կապված է, այդ իրավական կա, ասում եմ գրածից հիշեցնի բանալություն չկա, եթե դատարանի կողմից կողմնակալությունը կա։ Ես երկու բառ անեմ ներկայացության ես կապակցանքում, քանի որ ես համատեղ նշում եմ չմոռանանք մի բան, եւ խնդրում եմ դատարան ես դատականություն նաեւ դա երակետանք ունի, որ այդ նույն վճռաբեկ դատարանը, երբ որ քննարկել է Արմեն Գևորգյանի կալանքի հարցը, հիմնավոր կասկածի բացակայությունն է սպառ դիտարկել այսօր։ Այս է որպես երակետանք ունենք եւ տեսնենք վճռաբեկ դատարանը մի դեպքում մի բան ասեց, մի դեպքում մի բան ասեց, դատարանը այն որոշման դեմ չէ իրավունքություն լինելու վճռաբեկ դատարանը, որտեղ վճռաբեկ դատարանի որոշում է, եւ վճռաբեկ դատարանը ասա նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարում, ելույթ գնաց մեղադրանքի հասնեն եւ հետո էլ ինչ-որ գործ քննարկեն։ Ուստի սա էլ ընդունում է կապը։ Իրոք հարում է, չէ՞։ Հայ։
Չէ։ Իքալը ամբողջ իրա փաստական Իհարկե գաղափարը հետևյալն է։ Ընդդեմ է շատ պարզ է, դատարանը առերևույթ ակնհայտ սև սպիտակ երկրորդեշտում առաջադրող մեղադրանքի փաստական չի համապատասխանում գործվածին, ուղղակի չի համապատասխանում, սա ոչ թե մոտավոր համապատասխանում, այլ ուղղակի չի համապատասխանում, սա նույն հիմքն է, որ մենք ասում ենք մեղադրանք չկա, քրեական հետազոտումը պետք է բացառեցվի։ Ինչի եմ պնդում, որ հողուները չանեմ այստեղ բանից, փորձեմ վերլուծություն տա։ Պետք է նկատել, որ մեղադրանքի տակ կազմող վերօրյալ նորմերի իրավական դիրքորոշումների համակարգային մեկնաբանումը մի քանի երկրորդ դատարանի եւ քրեական դատավարության ունեցի որոշումներ բացառում են դատարանի դերակատարության տակ կազմող Չէ, դա կասեք, բառը նրան հնարավորություն ծեզիչնություն հավասարում Կարոն է շարժում, իշխանական ներկայացնել Բարովերյան իշխանությունը բարոց թե դատարանի տրամադրության տակ ներկայացության տակ արդյա է, բայց դատարանը որպեսզի որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաղադրիչներից, որոնք մեղադրանքի օբյեկտիվ բաղադրիչը ներառում են արարքի փաստական հանգամանքներից, սուբյեկտիվ բաղադրիչը արարքի իրավական գնահատականը կամ արարքի որակումը։ Պետք է նկատել, որ մեղադրանքի տակ կազմող այս երկու բաղադրիչները ոչ թե գոյություն ունեն միմյանցից անջատ, ինքնավար եւ դրանցից յուրաքանչյուրը գնահատման է ենթակա առանձին, այլ դրանք մեկը մյուսի հետ օրգանական կապի մեջ գտնվող միմյանցից բխող հանգամանքներ են, որի շրջանակներում մեղադրանքի փաստական հանգամանքները բառային արտահայտությամբ նկարագրում են ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողություններից իրավական որակումը, այդ նույն գործողություններին տալիս են քրեական օրենսգրքի այն հոդվածի ձևակերպումը, որն առավել ամբողջական եւ լրիվ է արտահայտում փաստական հանգամանքների էությունը։ Ինչպես նշել է Էքսպերտ դատարանի Սարգսյանի վերաբերյալ 11 թվականի որոշման մեջ, հանցագործությունների որակումը ենթադրում է գործով բացահայտված հանգամանքների հետազոտություն, օրենքի իմաստի բացահայտում, կոնկրետ նորմի ընտրություն, այդ նորմում ամրագրված հատկանիշների համադրում բացահայտված փաստերի հետ եւ որպես արդյունք համապատասխան դատավարական փաստաթղթերում հետևությունների ձևակերպում։ Այսինքն մեղադրանքի փաստական նկարագիրը ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների ամբողջությունն է, որը քրեական հետապնդում հարցող մարմնի կողմից դիտարկվում է ապօրինի եւ հանցավոր։ Արարքի իրավական գնահատականը